Սև կատու է անցել Թրամփի ու Նեթանյահուի միջև։ Միացյալ Նահանգների նախագահը նախազգուշացումներ է ուղարկել Իսրայելի ղեկավարին։ Բիբի, դու պետք է զգույշ լինես, այլապես շատ շուտով կարող ես մնալ մենակ։ Վերջին ժամանակներում Միացյալ Նահանգների նախագահն առաջին անգամը չէ, որ զգուշացումներ է ուղարկում Նեթանյահուին, որին սակայն կարծես չի էլ հուզում այս ամենը։ Նեթանյահուն կառավարության նիստ է գումարելու ասել, որ Իսրայելը կարող է ստիպված լինել դիմակայել Իրանին առանց Միացյալ Նահանգների աջակցության, ընդունելով դրա հնարավոր հետևանքները։ Մենք չենք ցանկանում հասնել այդ կետին, բայց գիտենք, որ կարող ենք։ Նեթանյահուն այս ասելով ակնարկել է զենքի մատակարարումների դադարեցման և միջազգային մեկուսացման հնարավորության մասին։ Սա փաստացի առաջին անգամն է, երբ Իսրայելի ղեկավարությունը հրապարակային մակարդակում խոսում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների մասին, նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։ Մինչև Նեթանյահուն խոսում էր քաղաքական պատրաստակամության մասին, բանակը հայտարարեց ռազմական պատրաստվածության մասին։ Կառավարության անդամների հետ հանդիպումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նշեց. պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Նրա խոսքով Իրանի պայմաններ թելադրելու և իրականությունը փոխելու փորձը կձախողվի։ Իսրայելին որևէ կերպ ձեռնտու չէ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև գործարքը, իսրայելական կողմը միտումնավոր կերպով շատ հաճախ թույլ է տալիս գործողություններ, որոնք խոչընդոտ են առաջացնում Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թրամփ-Նեթանյահու հարաբերությունների ֆոնին Միացյալ Նահանգների ղեկավարը երեքշաբթի հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը առնվազն մեկ շաբաթ փոխադարձ հարվածներ չեն հասցնի, որովհետև ըստ Թրամփի իրենք կստանան ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի ուժեղ կլինի, քան ռմբակոծությունները։ Սակայն Թրամփի լավատեսական հայտարարություններից ընդամենը ժամեր անց իրավիճակը կրկին դուրս եկավ վերահսկողությունից։ Չորեքշաբթի առավոտյան Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Հորմոզգան նահանգում գտնվող խմելու ջրի պահեստներին։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների հասցրած հարվածների հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին։ Հիմնական առանցքային պատճառն այն է կողմերի դիրքորոշումներում եղած խնդիրների հետ կապված։ Առաջին այն, որ Իրանի միջուկային համաձայնագրի մասով Միացյալ Նահանգների պահանջները չեն բավարարում Իրանի նվազագույն ակնկալիքներին, ուրանի հարստացման հետ կապված։ Երկրորդը տնտեսական պատժամիջոցների խնդիրն է։ Միացյալ Նահանգները պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Չնայած մարտի դաշտում կրած պարտություններին, ԱՄՆ-ն որոշեց փորձել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չի թողնի։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել։ Պարսից ծոցի պատմությունը բազմաթիվ էջեր ունի ներխուժող օտարերկրացիների ծանր ճակատագրերի մասին։ Այսպիսով, վերջին 24 ժամում Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունների լարվածությունը վերածվել է նոր ռազմական էսկալացիայի, իսկ մինչև Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցնում, Իրանի հարավում հազարավոր մարդիկ արդեն բախվել են հակամարտության առաջին հումանիտար հետևանքներին։ Միացյալ Նահանգների հարձակումներից վնասվել են ջրամատակարարման օբյեկտները, ինչի հետևանքով 20,000 մարդ մնացել է առանց խմելու ջրի։